Եվ այսպես Եվրոմիությունը, Թուրքիան եւ Ադրբեջանը միջամտում են Հայաստանի Հանրապետության ընտրություններին, հարգելի ընկերներ, բոլորիս համար էլ ակնհայտ է, որ ինչքան մոտենան ընտրությունները, այնքան մեր լրահոսում շատանալու են տեղեկությունները Եվրոմիության մասին, Եվրոմիության պատվիրակությունների այցելությունների մասին, տարբեր միջոցառումների մասին, որոնք տեղի ունենում Եվրոմիության շրջանակներում, ավելին մենք նաեւ ականատեսնենք լինում նրան, թե ինչպես է Հայաստանի ուղղությամբ ակտիվացնում իր քաղաքականությունը պաշտոնական Բաքուն եւ պաշտոնական Անկարան, սա ոչ այլ ինչ է քան միջամտություն Հայաստանի Հանրապետության ներքին գործերին, հիմա ավելի մանրամասն սա կարձանագրենք, ինչպես նաև փորձ է ազդել ժողովրդավարական ընտրությունների, ժողովրդավարական ինստիտուտների աշխատանքների վրա, որովհետև փորձ է արվում անել ամեն ինչ, որպեսզի ընտրությունները Հայաստանում լինեն ոչ թե ժողովրդավարական ընտրությունների դրսևորման արդյունք, այլ պարզապես որոշում է կայացվելու թե ով է ղեկավարելու Հայաստանը եւ ընտրությունները վերածվելու են մի մեխանիզմի, որի շրջանակներում դա հաստատվելու է։ Եկեք ավելի մանրամասն հիմա առանձին անդրադառնանք Եվրոմիությանը, Թուրքիային, Ադրբեջանին, ինչպես են իրենք ամեն մեկը իրենց մասում փորձում ներթափանցել ներհայաստանյան գործընթացների մեջ եւ ազդել ընտրությունների արդյունքների վրա, բայց մի եւս կարեւոր նրբերանգի վրա ուշադրություն դարձնենք, միջև անցնենք Եվրոմիությանը։ Տեսեք, մի կողմից իրենք տարբեր պատրվակներով, լինի հումանիտար, լինի տնտեսական, լինի, չգիտեմ, Ռուսաստանից եկող հիբրիդային վտանգների դեմ պայքարելու համատեքստում խառնվում են Հայաստանի գործերին, տարբեր գրանտներ են տրամադրում, իշխանություններին քաջալերում են, փակում են իրենց աչքերը նրա վրա, որ ակնհայտորեն կամայական մի շարք որոշումներ են Հայաստանում կայացվում, որ մենք ունենք քաղբանտարկյալներ, եկեղեցական քաղբանտարկյալներ, մյուս կողմից իրենց դուրը չի գալիս, որ օրինակ Ամերիկայի Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփը ակնհայտորեն ասում է, որ Եվրոմիությունում կա խնդիր ժողովրդավարության հետ։ Ազատ կարծիքը հարգելու հետ Դոնալդ Թրամփին կարող են անվանել պրովոկատոր, սադրիչ, սա է իրողությունը, այսինքն երկակի ստանդարտն էլ։ Իրենք կարծում են, որ ինչ որ բան իրենց կարելի է անել Հայաստանում, բայց ահա Ամերիկայի Միացյալ Նահանգները Եվրոմիության նկատմամբ նույնիսկ կարծիք արտահայտելու իրավունք չունեն։ Հիմա եկեք ավելի մանրամասն վերլուծենք, թե ով ինչ է անում Հայաստանի Հանրապետության նկատմամբ։ Կայա Կալաս, Արարատ Միրզոյան, անցյալ շաբաթ Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարը Բրյուսելում էր, հանդիպում ունեցավ մի շարք եվրոպացի պաշտոնյաների հետ, Հայաստան Եվրոմիություն այդ խորհրդաժողովն էր հերթական, տարբեր որոշումներ կայացվեցին, բայց ամենակարևոր երևույթներից մեկը, որ արձանագրվեց, հետևյալն է՝ բաց տեքստով Եվրոմիության դիվանագիտության ղեկավար Կայա Կալասը ասաց, որ Հայաստանին տրամադրվելու է 15 միլիոն եվրո աջակցություն եւ իրենք խոսելով այդ աջակցության նպատակների մասին ասում են արվելու է ամեն ինչ, որպեսզի Մոլդովայի օրինակով կանխվի հիբրիդային հարձակումները ժողովրդավարության վրա, այնտեղ Մոլդովայի ժողովրդավարության վրա են հարձակվում ըստ Եվրոմիության, իսկ այստեղ հարձակվում են ըստ իրենց հայկական ժողովրդավարության վրա։ Իրականում ինչի մասին է խոսքը, Կայա Կալասը ասում է, որ մենք ձեզ 15 միլիոն եվրո գումար ենք տալիս, հարգելի Հայաստանի Հանրապետության քաղաքացիներ, դուք ունեցեք ֆինանսական եւ մեդիա ռեսուրսներ, մեդիա գործիքներ ազդելու համար ձեր քաղաքական հակառակորդների վրա, հարգելի ընկերներ, անկախ նրանից, թե ինչ նպատակներով այս կամ այն ուժը, այս կամ այն կենտրոնը Հայաստանի Հանրապետության իշխանություններին կամ ընդդիմությանը ինչ որ աջակցություն է ցուցաբերում, սա խոսում է այն մասին, որ այս կամ այն երկիրը, այս կամ այն կենտրոնը ինքը խառնվում է ներհայաստանյան գործերի մեջ ու այստեղ տուժում է այն, ինչի մակարդակը բարձրացնելու մասին իշխանությունը 18 թվականից խոսում են ինքնիշխանությունը, ոնց դու կարող ես խոսել ինքնիշխանության մասին, երբ որ քեզ դրսից թելադրում են, թե դու ինչի վրա պետք է ծախսես գումարները, հատկապես նախընտրական փուլում։ Սա Եվրոմիության մասով։ Տեսեք ինչ են անում Թուրքիան եւ Ադրբեջանը։ Օրերս հայտնի դառավ, որ առաջին անգամ շատ երկար տարիների դադարից հետո մենք Ադրբեջանից ստանալու ենք վառելիք Վրաստանի տարածքով, ճիշտ է ադրբեջանցիները բողոքում են, որ վրացիները այնպիսի պայմաններ են առաջ քաշում, որ հնարավոր է իրենց նույնիսկ ձեռնտու չլինի Վրաստանի տարածքով Հայաստան վառելիք բերել, բայց ինչևէ, այս հարցը մենք դեռ կհասնենք անդրադառնալ, բայց փորձ է արվում հետևյալը, հա, քաղաքացիներին համոզել, որ Նիկոլ Փաշինյանը ոչ միայն այսպես կոչված խաղաղություն է բերել, չնայած մենք ոչ թե խաղաղության, այլ չպատերազմի իրավիճակում են գտնվում, այլ նաև Ադրբեջանը պատրաստ է փաստացիորեն թեթևացնել տնտեսական բեռը մեր քաղաքացիների համար, որովհետև ինքը վառելիք է մատակարարում Հայաստան։ Իհարկե, շատ քչերը կասեն այն մասին, որ եթե մենք այս ճանապարհով գնում ենք, ինչպես նաև եթե հետևենք եվրոպացի պաշտոնյաների, մասնավորապես Մարտակոսի հորդորին հրաժարվել օրինակ ռուսական վառելիքից, մեզ փորձում են ռուսականի փոխարեն բերել ադրբեջանական վառելիք, ինչով Ադրբեջանին Հայաստանի վրա ճնշում գործադրելու եւս մեկ միջոց են տալիս, ու արձանագրենք հետեւյալը, որ նախընտրական փուլում Նիկոլ Փաշինյանին բոնուս են տալիս, որովհետեւ նա կարողանա ասել, որ նա ոչ միայն խաղաղություն է բերել, այլ նաև էժան
բենզին է կարողացել բերել։ Թուրքիայի մասով արձանագրենք հետևյալը։ Տեսեք, անցյալ շաբաթ դրա մասին խոսում ենք, բայց սա եւս համակարգված աշխատանքի դրսևորում է։ Միջազգային ամենահեղինակավոր պարբերականներից մեկը Bloomberg-ը հրապարակում է հոդված, որում նշվում է հետևյալը, որ հնարավոր է Թուրքիան մոտակա կես տարվա ընթացքում դիտարկի հնարավորությունը բացել Հայաստանի Հանրապետության հետ ցամաքային սահմանը։ Իհարկե, այստեղ շատ չեն խորանում, չեն պատմում այն մասին, որ Ադրբեջանը հստակ Թուրքիան հստակ արձանագրել է, որ միջև Ադրբեջանի հետ խաղաղության պայմանագիրը չստորագրվի, Հայաստանի սահմանը չի բացվի, անել դեռ հարց է կբացվի, թե չի բացվի։ Պարզապես իրենք ասում են, որ մոտակա կես տարվա ընթացքում հնարավոր է սահմանը բացվի։ Սա եւս նախընտրական բոնուս է։ Նախընտրական բոնուս է Նիկոլ Փաշինյանի, նախընտրական բոնուս է քաղաքացիական պայմանագիր կուսակցությունը։ Այդ դրա համար ենք մենք ասում, որ ակնհայտ մենք տեսնում ենք, որ կա համագործակցություն մի շարք աշխարհակահաղական կենտրոնների կողմից, Թուրքիայից, Ադրբեջանից եւ Եվրոմիությունից մեկտեղել են իրենց ջանքերը անելու ամեն ինչ, որպեսզի Նիկոլ Փաշինյանը շարունակի պաշտոնավարել։ Մենք դրա համար ենք նշում հետևյալը, անկախ նրանից, թե ով ինչ նպատակներից ելնելով է փորձում ներթափանցել ներհայաստանյան գործերի մեջ, ինչ հիմնավորումներ է բերում, տնտեսական, հումանիտար, աշխարհակահաղական, փաստը մնում է փաստ, որ այս ուժերը փորձում են խառնվել հայաստանյան գործերի մեջ։ Սա ոչ այլ ինչ է, քան սադրանք, սա ոչ այլ ինչ է, քան հարված Հայաստանի Հանրապետության ինքնիշխանությունը։ Միևնույն ժամանակ ամփոփելով նշենք հետևյալը, հարգելի հեռուստատիտողներ, շատ կարևոր է, որ այս ամենը ոչ միայն արձանագրվի եւ արձանագրվի ոչ միայն վերլուծաբանների, փորձագետների, լրատվամիջոցների կողմից, այլ նաեւ քաղաքական ուժերի կողմից, այլընտրանքային քաղաքական ուժերի կողմից եւ հասարակության, այսպես ասած, կոնտրնարատիվ ներկայացվի, որ հարգելի ընկերներ, այն ինչ անում են իշխանությունները, ձեզ ինչ որ բոնուսներ են տնտեսական տալիս, այդ բոնուսները տրվում են, բայց դրա դիմաց իշխանությունները պետք է ինքնիշխանությամբ վճարեն։ Դա իր հերթին կարող է հանգեցնել նրան, որ էժան բենզին Ադրբեջանից ստանալով մենք վերջում վճարելու ենք այնպիսի գին, որ հայտնվելու ենք Արցախի Հանրապետության կարգավիճակում։ Մտածեք այդ մասին։